Պատրաստում ենք ամենահամեղ պանրիկները տնային պայմաններում և այսպես կաթնային շոկոլադը հալեցնում ենք, վրան բուսայուղ ավելացնում, լավ խառնում։ Վերցնում ենք ցանկացած ձևաման և նրա մեջ տարածում շոկոլադը, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Տեղափոխում ենք սառնարան և այդ ընթացքում պատրաստում կաթնաշոռային զանգվածը, որի բոլոր բաղադրիչների անուններն ու քանակները կգտնեք նկարագրության մեջ։ Լավ խառնում ենք հարում բլենդերով և ստանում համասեռ զանգված։ Այնուհետև սառնարանից հանում ենք ձևամանը, շոկոլադի երկրորդ շերտով պատում ստանաժեշտության և այստեղ տեղադրում կաթնաշոռային մասան։ Գդալով փոսիկ ենք բացում մեջտեղում, ինչպես ներկայացնում եմ, և այդտեղ տեղադրում ցանկացած միջուկ։ Իմ պարագայում բալի ջեմ է։ Նորից վրան կաթնաշոռային մասա ենք տեղադրում և հավասար տարածում, ինչպես ներկայացնում եմ։ Այնուհետև այստեղ քսում ենք նորից հալեցրած շոկոլադ, որպեսզի կաթնաշոռային մասան ծածկվի, և արդեն տեղափոխում ենք սառցե խցիկ, որպեսզի լավ սառչի։ Իհարկե կարող եք նաև սառնարան տեղափոխել, բայց որպեսզի ավելի կոկիկ դուրս գան մեր պանրիկները ձևամանից, ավելի լավ է տեղափոխել սառցե խցիկ։ Սառցե խցիկից հանելուց հետո ահա այսպես հեշտությամբ նրանք առանձնանում են ձևամանից։ Զարդարում ենք ըստ ճաշակի, թողնում սենյակային ջերմաստիճանում 5-10 րոպե և վայելում, շատ համեղ է։